Եթե լրագրողը կարող է մեր պատկառելի կոմպոզիտորին ցեղասպանության հուշահամալիրի մոտ տալ ամենանողկալի եւ ամենանվաստ հարցը, որ այդ պահին կարելի է տալ եւ 86-ամյա մարդը ուղղակի մանկան նման արդարանում է իր չգործած մեղքերի համար, ես դրանից հետո ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Լրագրողական էթիկայի խնդիր կա։ Գիտեք, ես հասկանում եմ, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ տեսակետ ունենալը շատ կարևոր է, եւ այդ տեսակետը բարձրաձայնելն ու արտահայտելը շատ կարևոր է։ Բայց երբ լրագրողը հաշվի չի նստում միջավայրը, որտեղ տալիս է հարցը, եղանակը, որով տալիս է հարցը, ֆիզիկական մերձության անգամ, ես չգիտեմ, կա օրենք, որտեղ ասում է, թե լրագրողը ինչ հեռավորության վրա կարող է իր հարցը տալ մարդուն։ Այսինքն, այստեղ լուրջ հարցեր ունենք։ Լրատվական միջավայրի բոլոր խնդիրները դրանք մեր խնդիրներն են, մեր հանրային կյանքի խնդիրներն են։ Դա միայն իրենց խնդիրը չի, դա տարիներով բռնաբարված կրթական համակարգի հետևանք է, էթիկայի նորմերին չտիրապետելու հետ, եւ ի վերջո ամենամեծ խնդիրը, երբ ցավոք սրտի շատ եւ շատ մարդիկ լրատվական դաշտում զբաղվում են մի մասնագիտությամբ, որի քերականությանը չեն տիրապետում։